Բարև հայր ջան, արդեն բոլորդ գիտեք, որ երեք Հայաստան այցելեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Ու հիմա այնինչ կասեմ, այդ ինչ-որ հերթական այցի վերաբերել մեկնաբանություն չի։ Ես ուզում եմ որոշ թմրածների օգնեմ, որ սառը մտքով կտրեն այն վարակույրը, այն քողը, որի հետևում մեր տարածաշրջանի ճակատագիրն է վերաձևավորվում ու առանց մեր համաձայնության ու ոնց որ միշտ մեր հաշվին։ Հիմա այս այցի ընթացքում հանրային ուշադրությունը բնականաբար կենտրոնանում է կամ էլ իրենց լրատվականներով հատուկ կենտրոնացնում են այդ այցելության արարողակարգի, ժեստերի, լուսանկարների ու լիքը ուրիշ անիմաստ բաների վրա։ Բայց նրանց համար, ովքեր չգիտեն կամ մոռացել են, եկեք հիշեցնեմ, որ իրական քաղաքականությունը երբեք չի կատարվում տեսախցիկների առաջ։ Քաղաքականությունն իր պայմանագրերով ու ստորագրություններով կատարվում է կուլիսների հետևը ու քարտեզների վրա, հանրությանը ներկայացվող նոր տերմինների ներսում ու բարեկարգումների կամ բարեփոխումների ծրագրերի անվան տակ թաքնված տրամաբանության մեջ։ Ու հենց ստեղ է, որ անկախ քաղաքական հայացքներից պետք է խոսանք առանց ինքնախաբեության։ Նախ եկեք սկսենք նրանից, որ տրիպը իր ներկայիս կոնֆիգուրացիայով ոչ թե Հայաստանի զարգացման կամ Հայաստանի անվտանգության նախագիծը, ոնց որ Նիկոլի ալիքներն են փորձում բոլորին կտեն, այլ տարածաշրջանային վերահսկողության գործիք, ամերիկյան մոնիթորինգի ներքո Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերի սպասարկմամբ։ Այսինքն տրիպի նախագիծը ոտնահարելով Հայաստանի ինքնիշխանությունը սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, ու այդ ամեն ինչի հովանավորը Ամերիկան է, ու այս ընդամենը պնդում չի, այս դրանց ծրագրի ճարտարապետության ընթերցում է։ Երբ մի նախագիծ կառուցվում է հաղորդակցությունների, անցուղիների ու վերահսկման մեխանիզմների շուրջ, բայց չգիտես ոնց ու չգիտես խի դուրս է թողում Հայաստանի ինքնիշխանության հարցը, այդ ավտոմատ կերպով դառնում է ոչ թե հնարավորություն, այլ լծակ Հայաստանի վրա։ Այսինքն Հայաստանն ունի խոստումներ, որ պետք է կատարի, Հայաստանն ունի իբր բարոյական ու հետնել ֆինանսական պարտավորություններ, որ պետք է փակի, Էդ էլ հերիք չի հələ մի բան էլ Հայաստանն ունի այդ ուղիներով անցնող ադրբեջանցիների անվտանգությունը ապահովելու պարտավորություն ու սենց շարունակ, բայց Հայաստանը չունի իրատավածին համարժեք օգուտ, իր կորուստներին համարժեք փոխհատուցումների ստանալիք կամ պահանջ, իր կրած բարոյական վնասների համար պահանջներ, այսինքն հասկանում եք, մենք չունենք ոչ մի օգուտ, բացի Նիկոլի լրատվականների հեքիաթներից։ Այն ոնց էին այս Դիվենսի ասածը իբր թարգմանել ու իբր Դիվենսն ասում է 9 միլիոն թե 9 միլիարդ դոլար փող է տալու Հայաստանին։ Առանց հայերեն թարգմանության լսում ես անգլերենը Դիվենսը բացարձակ նման բան չի ասում։ Ու այսենց էժան ու դեբիլ ստերով մի ամբողջ զանգվածի կտերով պատրաստում են ընտրությունների։ Ու իրականում Հայաստանի մեծագույն վնասներից մեկով այդ տրիպ կոչվածով հրճված մի ամբողջ սուրու շվստում ու ծափատալի Նիկոլին։ Իսկ այդ տրիպը մեծագույն վտանգ է Հայաստանի համար ու այդ շատ մոտ ապագայում, հեսա դրա մասին էլ կասեմ։ Հիմա մի հատ էլ կարևոր հանգամանք կապված Դիվենսի Հայաստան այցի հետ։ Այս այցը չի կարա դիտարկվի մեկուսացված, այսինքն ոչ մի տարածաշրջանային երկիր ու անգամ տարածաշրջանից դուրս գտնվող, բայց ստեղ տեղի ունեցողով հետաքրքրված երկրների համար այս այցը զուտ Հայաստան-Ամերիկա ընկերական կամ ներքին խոհանոց չի։ Բոլորն էլ լավ են հասկանում, որ այս հանդիպումը տեղի է ունենում իրենց պահին այն ժամանակահատվածում, երբ ամբողջ տարածաշրջանը լցված է պայթունավտանգ հակասություններով ու ամեն մի թեկուզ փոքր քայլ վերածվում է ազդանշանի։ Տվյալ դեպքում այս այցը Իրանի համար անխուսափելիորեն դիտարկվելու է որպես Հայաստանի դիրքային վերադասավորում։ Այդ դիտարկումը անխուսափելի է հաշվի առնելով տրիպի գոյությունը մեր իրականության մեջ։ Այսինքն այս այցը Թեհրանը չի կարա անտեսի ու չի կարա չդիտարկի որպես Իրանի համար սպառնալիք պարունակող գործընթաց։ Այն արդեն իրենց լուրերով դրա մասին մի քանի անգամ ասել են։ Ու իրականում Իրանը դրա իրավունքն ունի, ուստեղ հարցը ոչ թե զգացմունքայնությունն է, այլ մաքուր ռազմավարական տրամաբանությունը։ Հայաստանը կամա թե ակամա սկսում է դիտարկվել ոչ թե արդեն զուտ որպես հարևան, այլ որպես Իրանի համար ռիսկերի գեներատոր։ Իսկ դրանից ով է տուժում ու ով է շահում։ Շահում է Ամերիկան, շահում է Իսրայելը, շահում են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ տուժողը ինչպես միշտ Հայաստանն է իր կամակատար ղեկավարներով ու կներեք, բայց ուրիշ ձևակերպում չկա, էշի ականջում քնած ու լռող ժողովրդով։
Այդ միամիտ ծալած տրիպ կոչվածը չի կարա ու երբեք չի դառնա Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս։ Անվտանգությունը չի արտահանվում, այսինքն չի տրվում ուրիշին եսիմում հույսով։ Անվտանգությունը կառուցվում է սեփական ռեսուրսներով ու սեփական ներուժով։ Իսկ այսօր մեզ առաջարկվողը անվտանգություն չի, այլ անվտանգության իմիտացիա է, ու այն էլ մեր համար զրոյական օգուտներով ու խելքից դուրս չարդարացված ռիսկերով։ Մի հատ խնդրում եմ ուշադիր լսեք ու զարթնեք վերջապես։ Մենք այսօր գործ ունենք մի հատ նենց մոդելի հետ, որը մեզ խոստանում է չակերտավոր խաղաղություն առանց երաշխիք, առանց ոչ մի բան։ Ու դրա դիմաց պահանջում է, որ մենք հրաժարվենք մեր պաշտպանունակությունից, մեր բանակի հզորացումից, մեր սուբյեկտայնությունից ու առհասարակ մեր ռազմավարական խորությունից։ Ու ամենացավոտը գիտեք որն է, որ մենք համաձայն ենք, որ մենք ասում ենք վերցրեք մեզ, մեր հետ ինչ ուզում եք արեք, մենակ թե խաղաղ ապրենք, թե չէ այդ ում կյանքի հաշվին ենք կռիվ տալու ու նմանատիպ տագետ ու իրականում գետին է մտնելու աստիճան ամոթալի մտածելակերպ։ Ու անում են։ Արդյունքում ոչ խաղաղության երաշխիք ունենք ու բնականաբար ոչ էլ խաղաղություն ենք ունենալու։ Հետն էլ պաշտպանվելու ինչ ռեսուրս ու համակարգ էլ կար, էդ էլ հանձնում ենք ուրիշին, կեսը Ռուսաստանին, կեսը Ամերիկային, այն տակն էլ ինչ մնում է, որոշ հայրենադավերի համաձայնությամբ տալիս ենք Ադրբեջանին։ Արդյունքում դառնում ենք խայտառակված, ստորացված, վրներս խնդալ տվող տագետ քոչվոր։ Տագետ քոչվորներն եկան մեր հողերը օկուպացրին ու հիմա իրանք իրանց տերեր են զգում, որ ունեն իբր պատմություն ու քաղաքակրթություն, իսկ մենք էլ տենում եք, էլի, տենում եք որն է, զգում եք, կակ։ Ու նորից պետք է ասեմ, նրանք ովքեր չեն համակերպվում այս իրականությանը, մի ճանապարհ ունեք ու դա վերածննդի շարժումն է, որտեղ ոչ թե պետք է նստեք տունը ու նայեք ինչ ենք անում, այլ նույն րոպեին դուրս գանք ու ամեն ինչ անենք միասին։ Հակառակ դեպքում մեր մոտ նորից ոչ մի բան չի ստացվելու, դուք էլ մնալու եք դիտորդ։ Ուղղակի այս անգամ արդեն դիտելու եք ձեր ստորացման ու վերացման գործընթացը։ Ոստեղ մենակ մի հարց է մնում, ինչ եք պատասխանելու ձեր երեխեքին։ Այս սրա վրա մտածեք ու վերջապես հասկացեք, որ կա ընդամենը մի ելք, ու այդ ելքը ձեր ընտրությունները չեն, այդ վերածննդի շարժումն է։ Հուսամ դեռ շատ չուշացած բոլորդ այս ամենը կհասկանաք։ Հիմա վերադառնանք այս GVC-ին։ Եկեք այս պատկերին ավելի լայն նայենք։ Այս քանի օրվա մեջ կարծում եմ տեսել եք հրապարակային դաշտում հայտնված են պահանջները, որոնք Իսրայելը ներկայացրել է Ամերիկա-Իրան բանակցությունների ընթացքում։ Ու տեսակ չէ իրականում ինչա պահանջում Իսրայելը։ Եթե մի կողմ դնենք կոնկրետ ընտրված այդ սիրուն բառերը, ապա դրանց տակ կա մի բովանդակություն, որ Իրանը պետք է գնա կամավոր պետական ինքնասպանության ու դրա անունը դնում են խաղաղություն։ Ծանոթ է, չէ՞։ Իսրայելի այդ առաջարկը ըստ էության ոչ թե բանակցային փաթեթ է, այլ Իրանի համար ուղիղ մտքով ասված վերջնագիր։ Այդ առաջարկը իր մեջ փաստացի ներառում է Իրանի միջուկային կարողությունների լիակատար վերացում, հրթիռային ներուժի կտրուկ սահմանափակում, տարածաշրջանում Իրանի ունեցած քիչ թե շատ ազդեցության ապամոնտաժում ու այդ ամեն ինչի արտաքին խիստ վերահսկողություն։ Այլ կերպ ասած, Իսրայելը Իրանից պահանջում է կամավոր հրաժարվել ինքնիշխանությունից չակերտավոր խաղաղության անվան տակ։ Այսինքն, եթե ավելի ուղիղ ասենք, Իսրայելը պահանջում է աշխարհի քարտեզի վրից Իրան պետության ոչնչացումը։ Նենց չի, որ Իրանը հիմար է, Իրանը այդ լավ էլ հասկանում է, Իրանի հասարակությունը այդ հասկանում է։ Ու դրա համար էլ այդ ջհուդական մանտրան Թեհրանում չի աշխատի, որովհետև պատմությունը բազմիցս ապացուցել է, որ խաղաղության անվան տակ սեփական հենքի քանդումը միշտ ավարտվում է ոչ թե խաղաղությամբ, այլ ոչնչացմամբ։ Իրանը այդ հասկանում է, բայց մենք չէ։ Ի տարբերություն Իրան պետության ու Իրանի ժողովրդի, մենք այդ չակերտավոր աներաշխիք խաղաղության դարաշրջան կոչվող փաթեթի տակ համաձայնվել ենք թշնամու բոլոր պահանջներին ու փաստացի սկսել ենք մեր սեփական պետականության ապամոնտաժումը։ Մենք լուռ ենք, Նիկոլը քանդում է։ Մեր լռությունը մեր պետականության ապամոնտաժման համաձայնությունն է։ Իսկ գիտեք ոնց է արտահայտվում ձեր համաձայնությունը երկիրը քանդելու հարցում։ Երբ տունը նստած ասում եք դե մի բան արեք, տենանք ինչ եք անում, նոր կմիանանք։ Նորից եմ կրկնում, որ եթե առանց ձեր միանալու մենք կարողանայինք մի բան անել, մենք կոչել չէինք անի, որ միանայիք։ Կամ եթե առանց ձեր միանալու մենք մի բան անենք էլ ինչի եք միանում, թութակ ներկելու, հա, իբր մենք էլ էինք պայքարում։ Եթե մի բան անենք, էլ միանալ պետք չի, ու լավ իմացեք, որ առանց ձեր միանալու մենք ոչ մի բան էլ չենք կարա անենք։ Անցած տարվա օրինակը ձեզ հերիք չի։ Դուրս եկանք, բավարար քանակություն չկար, չկարողացանք ոչ մի բան անել։ Այս տարի էլ եք հերվից նայելու։
Ուրեմն on-line հարթակներում մեծ մի փրթեք, որ հայրենիք եք սիրում։ Հայաստանում ապրող հայրենիք սիրողը իր հայրենիքի փրկության միակ ճանապարհով գնացող շարժման մեջ է լինում, ոչ թե տունը նստած on-line նայում է, տենա ինչ կլինի նոր դուրս գա։ Ու այս ձեր հասցեին ինչ որ հռետորական մեղադրանք չի, այս կոնկրետ ախտորոշում է։ Ու մանավանդ հիմա, երբ այս ամեն ինչը, այս Վենսի այցը Երևան, այդ տրիպի շուրջ ակտիվացող շարժը, Թուրքիայի ու Ադրբեջանի բացահայտ գոհունակությունն ու ուրախությունը, Իսրայելի սենց աներես ու լկտի առաջարկներ անելու քաղաքականությունը, Նիկոլի վախկոտ ու կզած վիճակը, ընդդիմության յուղ վառոցին, այս ամեն ինչը երբ միասին ամբողջական դիտարկում ենք, ստացվում է մի հատ պատկեր, որը սթափ ու adekvat մարդկանց համար ոչ մի պատրանքի տեղ չի թողում։ Ու եթե դուք այս համատեքստում չեք տենում Հայաստանի համար ուղիղ համակարգային ու գոյաբանական սպառնալիքներ, ուրեմն դուք կամ ի վիճակի չեք ամբողջական քարտեզը, ամբողջական պատկերը ընկալելու, իսկ դրա համար կանք մենք, որ ձեզ փաստերով, ապացույցներով ու օրինակներով ամեն անգամ ամեն ինչի ամբողջական պատկերը ցույց ենք տալի, որ գոնե եթե ինքնուրույն մտածելու ու հասկանալու ունակ չեք, գոնե լսեք ու տենց հասկանաք։ Կամ էլ եթե հասկանալով հանդերձ սպառնալիք չեք տենում, ուրեմն Հայաստանի կործանումը ձեր համար շահեկան է։ Իսկ Հայաստանի կործանումը շահեկան է մենակ հայի ու Հայաստանի թշնամու համար։ Ու պատմության մեջ պետությունները կործանվել են հենց ներսի թշնամիների պատճառով, ովքեր միտումնավոր քանդել են երկիրը, ովքեր այդ քանդողներին ծափ են տվել, ու ովքեր այդ ամեն ինչը նկատելով ձեն չեն հանել ու միշտ սեփական կաշին փրկելու համար լռել են ու կողքից նայել են, տենան ով ինչ է անում, որ նոր իրանք մի բան անեն։ Մեկ էլ պետությունները կործանվել են իրանց հասարակության այն զանգվածի պատճառով, ում մտավոր ունակությունը ի վիճակի չի եղել տարբերելու խաղաղությունը երկիրը կործանելու գործընթացից։ Ու վերջում հիշեք մի բան, եթե քեզ ասում են մի անհանգստացի ամեն ինչ վերահսկվում է, մի հատ հարցրեք ում կողմից։ Եթե պատասխանը դու չես, ուրեմն դու վերահսկվողն ես։ Իսկ եթե դու վերահսկվում ես, ուրեմն դու չունես ոչ անկախություն, ոչ ազատություն, ոչ էլ ինքնիշխանություն։ Իսկ եթե դու չունես ոչ ինքնիշխանություն, ոչ ազատություն, ոչ անկախություն, ուրեմն դու չունես հայրենիք։ Իսկ եթե չունես հայրենիք, ուրեմն դու քոչվոր ես։ Հայր ջան, ես ձեզ սպասելու եմ վերածննդի շարժմանը։ Լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրյալ նորմի յուրաքանչյուրիդ։